մասին։ Պատկամս վերնագրել եմ Սուրբ Հոգին մեր մեջ։ Գիտեք, քանի որ մենք նաև Պենտեկոստե ունենք հաջորդ կիրակի օրը, այս ժամանակահատվածում, որտեղ պատկամ եմ տվել սեմինար եմ հասկացրել, խոսել եմ Սուրբ Հոգու մասին, ու դեռ վաղուց արդեն երևի այս վերջի մի ամիսը շատ անգամ կենտրոնացած եմ Սուրբ Հոգու անձի վրա, թե ով է Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ։ Գիտեք, շատ անգամ մենք ուզում ենք վերածնունդը կա մեր եկեղեցի մեջ։ Քանիսն եք ուզում վերածնունդը կա մեր եկեղեցի։ Գիտեք, հիանալի ցանկություն է, բայց այդ ամենի համար անհրաժեշտ է մարդիկ, ովքեր կմոտենան վերածննդի աղբյուրին, այսինքն Սուրբ Հոգու, ովքեր ավելի կբացվեն Սուրբ Հոգու առաջ։ Այդ ամենի համար անհրաժեշտ է հենց դու։ Գիտեք, շատ անգամ մենք ուզում ենք ամեն ինչ առանց ոչինչ անելու, սա մարդկային էգոնու բնույթն է։ Մենք ուզում ենք ամեն ինչ, մենք ուզում ենք լինել թագավոր, մենք ուզում ենք լինել ամեն բանի առաջը, մենք ուզում ենք ամեն բան ունենալ մեր կյանքերի մեջ, այն ոսկե ցիկլիկի պատմության պես, այդ ծեր կնոջ պես ամեն ինչ մենք ուզում ենք, առանց ոչինչ անելու։ Բայց մենք գիտակից մարդիկ ենք ու մենք գիտենք առանց ոչինչ անելու մենք ոչինչ չենք կարող ունենալ։ Եթե ուզում ենք իրական վերածնունդ մեր կյանքերի մեջ, Աստված ձեր մեջ փնտրում է մարդկանց, ովքեր կկանգնեն ու կասեն Հիսուս ահա ես։ Հիսուս ահա ես։ Ես այդ մարդկանցից մեկն եմ։ Ովքեր են հաջորդները, ովքեր են մյուսները, ովքեր կանգնեն ու կասեն իրականում Հիսուս ահա ես, ովքեր կգիտակցեն երկրպագության ժամանակ սպունգի պես վերցնել իրանից։ Ոչ թե ուղղակի անտարբեր նայել երբ է վերջանում կամ ոչինչ չանել կամ մեր համար նստած ենք, թեև հրաշք ենք ուզում, բայց թե ինչ անենք, հրաշքը մի օր կգա, հրաշքը մի օր կգա, բայց ո՞րն է քո բաժինը։ Ո՞րն է քո բաժինը։ Գիտեք, մենք բոլորս գիտենք, եթե ուզում ենք կերակուր ուտենք, կերակուր ենք պատրաստելու։ Թե ձեր մոտ պես չէ, միշտ ռեստորանից որևէ մատակարարում են ձեզ տուն։ Գործ եք անում։ Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնես, եթե իրականում ուզում ես վերածնունդ եկեղեցու մեջ, վերածնունդ քո կյանքի մեջ, կանգնելու ես Սերբիան դիրքի մեջ, ու մենք տեսնում ենք Հիսուսը ուղղակի կանչում է իր եկեղեցուն, Հիսուսը հրավեր է ուղղում, ով է որ կարծագետ հրավերին։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, շատ անգամ մենք մտածում ենք, լինելով եկեղեցու մեջ, ես արդեն արձագանքել եմ, դու արձագանքել ես փրկության հրավերին, դու ընդունել ես փրկությունը, դու ունես վերստին ծնունդը, բայց այն հրավերը, որ իրականում Հիսուսը տալիս է իր եկեղեցուն, ձեզանից շատերը դեռ չեն արձագանքել։ Աստծո ժողովրդից շատերը, քրիստոնեական աշխարհից շատերը իրանք դեռ չեն արձագանքել։ Գուցե մտածես չէ, ես արձագանքել եմ, ես վերստին ծնված եմ, ես լցված եմ հոգով, գիտես այդ ամենը շատ հրաշալի է, բայց այսօր ուզում եմ խոսել այն արձագանքի մասին, որ իրականում մենք ունենալու ենք։ Հովհաննես ավետարան 7-րդ գլխի մեջ Հիսուսը ասում է տոնի վերջի օրը 37-38 համարները. Եթե մեկը ծալավ է, թող ինձ մոտ գա ու խմե։ Եթե մեկը ծալավ է, Հիսուսը այս հրավերը ոչ թե տալիս է բոլորին, այլ ինքը տալիս է ծալավներին։ Այս հրավերը ծալավների մասին է, ծալավների համար է, ոչ թե բոլոր քրիստոնյաների, այլ այն մարդկանց, ովքեր անոթի ու ծալավ են իրան, ովքեր ունեն իրաց կյանքի մեջ փափակ, որովհետև միմիայն նրան փափակող մարդիկ են, ովքեր կարծագանքեն այս հրավերին։ Հիսուսը ինքը ասում է, ովքեր որ ծալավ են։ Գիտեք, իրականության մեջ ամբողջ աշխարհը անապատի մեջ է։ Մենք բոլորս իրականության մեջ ծալավ ենք, բայց ուրիշ բան է լինել ծալավ, ուրիշ բան է զգալ, որ դու ծալավ ես։ Ուրիշ բան է ունենալ այդ ներսի զգացողությունը, փափագը, որ դու ծալավ ես նրան, դու ծալավ ես նրա աղբյուրներին, դու ծալավ ես նրան մոտենալուն, դու ծալավ ես այն պարգևը, որը Տերը դրել է քո կյանքի մեջ, գործածելու քո կյանքի մեջ եւ ավելի հպվելու իրականին։ Այս ամենը տարբեր բաներ են։ Այո, տեսականորեն մարդիկ չորության մեջ են, անապատի մեջ են, բայց իրանք չեն գիտակցում, որ իրանք ծալավ են։ Քանի երեխան փոքր է, ու ինքը նոր է ծնվել, իր համար հոգ խնամք են տանելու, եթե ծնողը իրան ջուր չտա, դե ինքը ունի կարիք, բայց ինքը չգիտի ինչպես արտահայտվի, անգամ ինքը շատ բաներ չի զգում, որն է ծալավի զգացողությունը, ուղղակի իրան ասում են դու ջուր չես խմել, ջուր խմիր, բայց գիտեք իրականության մեջ կա ժամանակ մենք այդ հոգևոր մանկությունից արդեն դուրս ենք
Եվ մենք մեր մեջ ունենք կարիք փապագելու, փայփայելու, փապագելու զգացողությունը նրա։ Քանիստ եք փապագում նրա։ Քանիստ եք փապագում նրա։ Ես չեմ ասում այն մասին, թե քանիստ եք ցանկանում նրա։ Ես ասում եմ այն մասին, քանիստ եք փապագում նրա։ Գիտեք, փապագի մեջ եռանք կա։ Փապագի մեջ ներգրավվել կա հոգևոր բաների մեջ։ Փապագի մեջ ջերմեռանդությունը քեզ մղում է ավելի փնտրելու նրա երեսը։ Փապագի մեջ դու անդադար աղոթում ես նրան։ Փապագի մեջ դու արձագանքում ես այդ հրավերին, մոտենալով նրան ու ասելով. Հիսուս, ես ծառավ եմ քեզ։ Հիսուս, ես ծառավ եմ քեզ։ Հիսուս, ես ծառավ եմ քեզ։ Հիսուս, ես քո կարիքը ունեմ։ Ու Հիսուս ուղղակի ասում է, ով որ ծառավ է, թող ինձ մոտ գա ու խմե։ Ով որ ինձ է հավատում, նրա ներսից կենդանի ջրի աղբյուրները պիտի բխեն։ Գիտեք, հրաշալի մի խոսք։ Ուզում եմ հաջորդ մարգարտին հասնել։ Եթե դու ծառավ ես ու մոտենում ես իրեն, եթե դու փապագում ունես ու մոտենում ես իրեն, անպայման քո կյանքից կենդանի ջրի աղբյուրները պիտի բխի։ Գիտեք, սա նշաններից մեկն է։ Արդյոք քեզանից բխում է ջրի աղբյուրը։ Արդյոք քո այդ զրուցողը փնտրում է Տիրոջը։ Արդյոք քո ընտանիքի մեջ հրճակված է լույսը, որ անդադար շատանում է, ու քո ընտանիքի անդամները ուղղակի չեն կարող այլևս դիմանալ ու փնտրում են Հիսուսին իրենց կյանքի մեջ։ Արդյոք քո շրջապատի մարդիկ տեղյակ են Ավետարանի բարի լուրից, որ իրենք փրկության կարիք ունեն։ Արդյոք քեզանից բխում է կյանքը, որովհետև հնարավոր չէ լեցված լինել կյանքով ու չբխեցնել կյանքով։ Գիտեք, հետաքրքիր է, մենք որպես մարդիկ մի հատ հետաքրքիր էություն ունենք։ Մենք իջով լցված ենք, եթե բխեցնում ենք։ Եթե օրինակի համար դու մի հատ ֆիլմ ես նայել, որից շատ տպավորված ես, դու որտեղ նստես առիթ կփնտրես այդ ֆիլմի մասին պատմելու։ Եթե դու տեսել ես մեկին ու խոսքերը քո վրա ազդել է, կամ շփվել ես մեկին ու ինձ տպավորված ես, դու կխոսես նրանից, որովհետև դու լցված ես իրանով։ Դու առիթ ման կգաս պատմելու, որ դու հանդիպում ես ունեցել, այս ինչ կառավարության ղեկավարի հետ, կամ դու տեսել ես մի հատ ֆիլմ, որը տպավորել է քեզ ու իր մեջ շատ խոր իմաստ միտք կար։ Ինչու համար, որովհետև դու լցված ես նրան։ Ու երբ որ դու լցված ես Տիրոջ հոգուսորությամբ, երբ որ դու արձագանքում ես նրան, այդ ջրի աղբյուրները ուղղակի բխում են քեզանից։ Այդ կյանքի աղբյուրները ուղղակի բխում են քեզանից, որովհետև հնարավոր չէ հպվել կյանքին ու կյանք չունենալ, հնարավոր չէ ունենալ կյանք ու կյանքը չբխեցնել։ Սիրելի եկեղեցի, Աստված ամեն մեկին կանչել է ավելի զորավոր ու ավելի մեծ բաների համար։ Աստված ամեն մեկին կանչել այս քաղաքի մեջ, այս երկրի մեջ պատմություն կերտելու համար։ Բայց գիտեք, միաժամանակ ես գիտեմ, շատերը դեռ ձեր ընտանիքի պատմությունը չեք կերտել ու պատճառը մեկն է, անոտի ու ծարավ չեք նրան։ Ունեք ցանկություն նրան ունենալու, բայց չունեք այն փափագը, որը ձեզ անդադար ավելի կմոտեցնի նրան։ Չունեք այն փափագը, որ ուղղակի կկանգնեք իր ներկայության առաջ ու ամեն ժամանակ կաղաղակեք նրան, ու անգամ երկրպագության ժամանակ, երկրպագելու փոխարեն ուղղակի ժամանակ կվատնես։ Աղոթքի ժամանակ, աղոթելու փոխարեն ուղղակի քո մտքերը տարբեր տեղ են։ Սիրելի եկեղեցի, Աստված ավելին ունի քո համար։ Գիտեք, եթե ամեն մեկը դիմանակ, իրեն մոտենալով ինչեր կարող եք ունենալ, բայց շատ անգամ մենք չենք հավատում սրա։ Գիտեք, մենք ասում ենք, այո, ինքը ամենակարող Աստված է, ամեն բանի կարող է անել, բայց իրեն մոտենալով մենք ինչեր կարող ենք ունենալ, դա շատ զորավոր ու հրաշալի է։ Ուզում եմ որոշակի նայենք Հիսուսի խոսքերին, թե Հիսուսը իր հոգին, իր կենդանի հոգին մեր մեջ տնելով, ինչ նկատի ուներ ու ինչքան է, որ մեր մեջ տրեց, ու որքանով ենք մենք ապրում ու հաղորդակցում այդ հոգու հետ։ Հովհաննես Ավետարան 14:16 խոսքը ասում է. «Եվ ես Հորը կխնդրեմ, եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեր հետ կդառնի»։ Հիսուսը խոսում է Սուրբ Հոգու մասին։ Մենք առաջի համարի մեջ տեսանք Հիսուսը կանչում է այն ջրերին, որը գալու է Սուրբ Հոգու միջոցով, հետո ինքը ներկայացնում է Սուրբ Հոգու անձը, ասելով այն մխիթարիչը, որ ես տալու եմ ձեզ, ինքը հավիտյան ձեր հետ է բնակվելու։ Գիտեք, մի բան, որ ես սկսեցի հասկանալ, ոչ միայն երկրի վրա հավիտենության մեջ է, Սուրբ Հոգին մեր հետ է։ Իհարկե, Աստված այնտեղ է, տրամաբանական է, բայց ես սրա մեջ ավելի ուրիշ բան հասկացա,
որ անգամ հավիտենության մեջ մենք ունենք մեկին, թե երկրային կյանքի մեջ, թե հավիտենության մեջ, որը երբեք չի դադարելու մեր հետ լինելուց։ Ու Աստված Հիսուսը ինքը ասում է, որ ես կտամ այդ մխիթարի Սուրբ Հոգին, որ հավիտյան ձեր հետ է, ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում եւ չի ճանաչում։ Ուզում եմ մի բան ասեմ, Հիսուսը կարծես խոսում է մեկի մասին ու ասում է մեկը ում դու ունեցար, ով Սուրբ Հոգին է, որը ձեր ամեն մեկի մեջ է, ասում է աշխարհը իրան չի տեսնում ու չի ընդունում։ Ինչի համար չի ընդունում, որովհետև չի տեսնում։ Հիսուսը ինքը շատ բարձ բառեր օգտագործում է ամեն ինչի մեջ ու ասում է աշխարհը նրան չի տեսնում ու չի ճանաչում։ Շարունակության մեջ ասում է, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Հիսուսը խոսում է Սուրբ Հոգու ճանաչելու մասին։ Գիտեք, հակառակ կողմը, եթե մենք վերցնենք ու սկսենք նայել, Հիսուսը երբ որ ասում է աշխարհը նրան չի տեսնում ու չի ճանաչում, բայց մենք կճանաչենք, նաև սրա մեջ ես հասկանում եմ հետևյալը, եթե աշխարհը չի տեսնում, ես նրան տեսնելու արտոնություն ունեմ։ Ես նրա փառքը իմ հոգումս տեսնելու, զգալու, շոշափելու, այս իրականության մեջ իր այդ շարժվելու արտոնություն ունեմ։ Այն ինչը աշխարհը չունի, ես եւ դու ունենք, որովհետեւ Տիրոջ հոգուսողությունը ուղղակի մեր կյանքերի մեջ է, Աստծո հոգին մեր մեջ է, ու Հիսուսը ինքը ասում է նա ձեր մեջ կլինի եւ ձեր մոտ կբնակվի, ու ես ձեզ որբ չեմ թողնի։ Գիտեք, հիմնականում մենք տեսնում ենք փոխարինումը ինքը հետևյալ կերպ է տեղի ունենում, եթե մեկը ինքն իրեն ուրիշով է փոխարինում, ուրեմն այդ փոխարենը գալողը անպայման ներկայացնելու է մեկին։ Ու Հիսուսը ասում է, ես ձեզ մենակ չեմ թողնի, իմ հոգին, որը կգա ձեր կյանքի մեջ կլրացնի Հիսուսի դատարակությունը։ Գիտեք, սրանով մենք հասկանում ենք Հիսուսը իր հոգու միջոցով ամեն օր մեր հետ է այնպես, ինչպես առաքյալների հետ էր։ Ես հիմա ավելի շատ այդ կերպ եմ հասկանում։ Հիսուսը իր հոգու միջոցով ամեն օր քո հետ է, ինչպես աշակերտների հետ էր։ Գուցե մտածես, բայց ես իրան չեմ տեսնում, բայց ես իրանից չեմ լսում, բայց ես իրար չեմ հավատացում։ Գիտեք, ես ամեն փայծերի պատասխանը քո մեջ է։ Ես իրար հետ հավատացնում եմ։ Ես իրան զգում եմ իմ կյանքի մեջ։ Ես շարժվում եմ իրա հետևից ու սա արտոնություն է։ Ես հավատում եմ մի բանի, որ Հիսուսը այսօր իր հոգու միջոցով ապրում է իմ կողքին ու ես հետևորդն եմ նրան։ Որն է քո հավատալուկը, որն է քո մոտեցումը, արդյոք այս մեծ արտոնությունը, որը Տերը տվել է մեր ամեն մեկին, արդյոք մենք ապրում ենք այս արտոնությունից օգտվելու համար, արդյոք սիրելի եկեղեցի, մենք կանգնում ենք մի վիճակի մեջ, որի մեջ Սուրբ Հոգուն փնտրում ենք այնքան մեր կյանքերի մեջ, որպես ինքը լինի այնքան իրական, ինչպես Հիսուսն է երկրի վրա իր աշակերտների հետ։ Գիտեք, իրականում ես դա ուզում եմ իմ կյանքի մեջ։ Սուրբ Հոգին իմ համար իրական է, բայց ես ավելի իրական եմ ուզում իրեն։ Ավելին եմ ուզում իրեն ճանաչել, որովհետև Աստված իր հոգին չափով չի տալիս ու երբեք Աստծո հոգին սահմանների մեջ չէ ու երբեք հնարավոր չէ իրան ճանաչել ու վերջացնել, ուղղակի մենք շարունակաբար ճանաչելու ենք իրան։ Բայց գիտեք, իրականության մեջ, որքան իրան ճանաչենք, մենք կտեսնենք աստվածության ամբողջ լեցունությունը եւ փառքը, որը կա Սուրբ Հոգու մեջ, ու այդ հոգին մեր մեջ է։ Բայց մի բան, որի մեջ մենք անկեղծ ենք լինելու, մենք դեռ հիմա չենք տեսնում աստվածության ամբողջ լեցունությունն ու փառքը։ Մենք ավելի շատ զբաղված ենք բաներով, որոնք գողանում են մեր կյանքի ժամանակը, որի մեջ մենք ինքներս մեզ սպառնում ենք, անգամ ինքներս մեզ սպառնում ենք աղոթքի ու երկրպագության մեջ, ու սա իրականում շատ վտանգավոր է։ Ինչու համար է վտանգավոր, որովհետև մենք այդ փառքը դեռ տեսնելու կարիք ունենք։ Ու այդ փառքի մեջ շարժվելու համար մենք ամեն մեկս ունենք կարիքը ճանաչելու այն հոգին, որ Աստված դրել է մեր կյանքերի մեջ, այն պարգևը, որը կա մեր կյանքերի մեջ ուղղակի վերապրելու այդ պարգևի օրհնությունը ամբողջական։ Գիտեք, պատկերացրեք մի վիճակ եմ ուզում քեզ ասեմ։ Դու ունես ամենամեծ հարստությունը, որը պատասխանն է այս երկրի վրա յուրաքանչյուր հարցի, բայց երբեք այդ հարստությունը
Եթե անգամ վերցնենք երկրի վրա պատասխան տվողը ոսկին ու արծաթն է, եթե անգամ վերցնենք գումարային, այդ հարստությունը դրված է քո գումարում կամ քո, չգիտեմ, տանը ինչ-որ մի հատ կարևոր տեղ, բայց դու երբեք իրան չես գործածել։ Ինչ օգուտ դրանից։ Ես մի պատմություն իմացա, որը խոսում էր որևէ մեկի շատ ուժեղ խնայող եղնելու մասին, որը խնայողության առումով շատ հրաշալի էր, լավ էս խնայողություն էր անում, բայց ես չեմ ընդունում իր կյանքը, որովհետև ինքը ապրել է շատ ամենացածր մագարտակի վրա, ընդամենը մեկ սենյակում, դրսից չգիտեմ ինչ-որ բաներ է անել, շատ աղքատի կյանքով է ապրել, մարդիկ միշտ իրան տեսնելով ասել են, որ ինքը փոքր է, երևի ինքը մուրասկան է, թեև երբեք չեն տեսել մուրալուց, բայց միևնույն է ինքը ապրել է նման կերպով, նման հագուստներով, կերել է նման կերակուր, ու երբ որ ինքը մահանում է, հայտնաբերում է, որ ինքը շատ բաժնետոմսեր է ունեցել, ու իր կարողությունը $5 միլիոն է, որը կդագել է մի հատ բարձրագույն հաստատությամբ։ Գիտեք, խնայողության տեսակետից լավ է, խնայել է, բայց ոչինչ չարժե այդ ամենը, ոչինչ չարժե այդ ամենը, ինչու համար չարժի, որովհետև ինքը կարող էր ունենալ մեքենա, ինքը կարող էր ունենալ նորմալ կենցաղ, ինքը կարող էր ունենալ մեկին, ով կօգնի իրեն, ինքը ուներ հնարավորություն ապրելու ավելի բարեկեցիկ կյանք, ինքը ուներ հնարավորություն սնվելու ավելի նորմալ կերակրով, ինքը ուներ հնարավորություն, որ մարդիկ իրան նայելով հարգանք տածեն իր հանդեպ, ոչ թե ասեն երևի բոմժ է, երևի այն ամենացածր մագարտակի վրա ապրող մարդն է։ Ինչ օգուտ իր կարողությունից։ Գիտեք, շատ անգամ մենք քրիստոնյաներս, իհարկե դուք զարմացաք, ես լինեի այդպես չէի անի, իհարկե գիտեք դուք այդպես չէի անի, մենք ավելի խելացի ենք, բայց հոգևորապես մենք շատ անգամ հենց նույն բանն ենք անում։ Հոգևորապես մենք շատ անգամ հենց նույն բանն ենք անում։ Աստված իմ և քո մեջ է։ Աստված իմ և քո մեջ է իր հոգու միջոցով, բայց մենք ուղղակի մեր ժամանակը կորցնում ենք։ Աստված մեր մեջ է իր հոգու միջոցով, բայց մենք մեր ժամանակը վատնում ենք առանց իրան մոտենալու, առանց իր հետ իր ներկայությունը մեր կյանքերի մեջ վերաբերելու, ու ժամանակը ինքը թռչում է, ինքը գնում է, բայց մեր մեջ կա Սուրբ Հոգի գանձը, ում հետ ես և դու ուղղակի հաղորդակցության կարիք ունենք, իրան մոտենալու, իր մեջ շարժվելու կարիք ունենք։ Ավելորդ այն պարգևը, որը Սուրբ Հոգու ազդեցության ներքո մեր հոգին աղոթում է, ավելորդ այդ պարգևը գործածելու կարիք ունենք։ Այսօր առավոտ շուտ վեր կեցակնիցս ու հետարքիր է առաջնորդություն ունեցա Աստծո ծառաներից մեկի կյանքին նայելու ու սկսեցի նայել իր կյանքը։ Գիտեք, հետարքիր է, իր կյանքը երբ որ նայում ես մի հատ արթնության մեծ ընթացք է, մի հատ զորավոր ընթացք է։ Բայց գիտեք, մենք շատ անգամ չենք տեսնում այդ արթնության հետևում կանգնած այն գինը, որ իրան հոճանում է։ Գիտեք, այդ քներից մեկը, որի մասին խոսում են, ասում են, ինքը մեկ անգամ աղոթեց անդադար 12 ժամ լեզուներով, երկրպագելով ու փառաբանելով Տիրոջը։ Ու մարդիկ տեսան ինչպես փառավոր լույսը իջել էր իր կյանքի վրա։ Ու գիտեք, դրանից հետո ինքը դառնում է արթնության մեծ ազնվորություն։ Ամբողջ Եվրոպայում ինքը արթնություն է բերում։ Ինչու համար, որովհետև մեկն էր, ում նվիրումն ու փափագն այնքան էր, որ ինքը 12 ժամ շարունակ աղոթքի մեջ էր։ 12 ժամ անդադար, առանց վեր կենալու, առանց իր մարմնի սովածությանը հագուրտ տալու, առանց իր կարիքներին հագուրտ տալու, ինքը 12 ժամ փնտրում էր նրա երեսը։ Արդյոք դու այսօր ամեն օր գոնե 1 ժամ փնտրում ես նրա երեսը, աղոթում ես լեզուներով ու փառաբանում ես նրան, երկրպագում ես նրան։ Գիտեք, մենք տեսնում ենք Աստված շարժվում է այն ժամանակ, երբ որ մենք սկսում ենք շարժվել իր կամքի մեջ, Աստված գործում է այն ժամանակ, երբ որ մենք սկսում ենք փնտրել իրան, Տիրոջ հոգու ներկայության ջրերը մեզանից բխում են այն ժամանակ, երբ որ մենք վճռական որոշումով կանգնում ենք, որ Տեր, ես այլևս ժամանակ չեմ կորցնելու։ Ես այլևս քեզ եմ պատկանալու, ես այլևս կանգնելու եմ աղոթքի մեջ, ես այլևս փնտրելու եմ քո երեսը, ես այլևս մոտենալու եմ քեզ ավելի ու ավելի, որովհետև ես փափագում եմ քեզ։ Ու այն կրակը, որը կա իմ հոգու մեջ, ես կենտանի եմ պահելու։
Գիտեք, ձեզանից շատերին իմանալով հանդերձ գիտեմ, շատերը շատ կեր զբաղված աշխատանք չունեն։ Ունեք օրվա մեջ ժամեր, որ ուղղակի մտածում եք անցնի գնա։ Սպասենք այս ժամը այս սերիալը նայենք։ Սպասենք այս մեկը գա իր այդ սուրճ խմենք։ Գիտեք, բավական է ժամանակը բաղմես։ Ուզում ես վերածնուն քո կյանքի մեջ։ Դատարի ժամանակը բաղնելուց։ Գիտեք, եթե ինձ հարցնեն ու ասեն լավ ինչ եք, ինձ հերթացույցով, ինչ-որ խաղով, ինչ-որ զբաղմունքով, մենք չպետք է զբաղվենք։ Գիտեք, ես կպատասխանեմ, մենք սոցիալական մարդիկ ենք ու մենք այդ ամենի կարիք ունենք, մենք կարիք ունենք խաղալու, զբաղվելու, դիտելու, սովորելու, իրար հետ հաղորդակցվելու, իրար հետ շփվելու, բայց ուզում եմ մի կարևոր բան ասել։ Եթե այդ օրը դուք 1 ժամ հաղորդակցություն ես ունեցել Սուրբ Հոգու հետ, արա մնացած բաները։ Եթե չես ունեցել Տիրոջ ժամանակը մի լցու նման բաներով, թեև իրանք կարևոր են, բայց իրանք այնքան կարևոր չեն, որ կա այն հոգու հետ հաղորդակցվելը, որը քո կյանքի մեջ է։ Այո, արա այդ ամենը, ես չեմ ասում մի արա, մենք սոցիալական մարդիկ ենք, բայց արա այդ ամենը այն ժամանակ, երբ որ առաջի հերթին քո կյանքի մեջ դու նրա երեսն ես փնտրել ու ունեցել ես իրական հաղորդակցություն իր հետ, ու եթե ոչինչ մի արա, մինչև չունենաս, ոչինչ մի արա, մինչև չփնտրես իր երեսը, ոչինչ մի արա, մինչև իրական հանդիպում չունենաս իր հետ։ Գիտեք, վերածնունդի ճանապարհը սա է։ Վերածնունդի ճանապարհը սա է, արթնության ճանապարհը սա է, որով Սուրբ Հոգին ուզում է, որպես մենք ամեն մեկս ուղղակի գնանք։ Ես ուզում եմ, որպես ձեր ամեն մեկի մեջ, անկախ ձեր տարիքից, բարձրանա մի հատ նախանձավորություն, փնտրելու իր երեսը, մոտենալու իրան, դատարելու շուտ եւ ունայն բաների վրա շատ ժամանակ տրամադրելու, ուղղակի շարունակաբար փնտրելու նրա երեսը։ Դեք հոգևոր բաները ձեր կյանքի մեջ գերագույն նպատակ դարձրեք։ Ինչու համար շատ անգամ մենք մեր կյանքերի մեջ հնձում ենք մարմնավորը, որովհետև սերմանում ենք մարմնավորը։ Կհնձես հոգևոր այն ժամանակ, երբ որ կսերմանես այդ հոգևորը։ Իսկ հոգևոր սերմանելը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք հաղորդակցվում ենք Սուրբ Հոգու հետ։ Գիտեք, աղոթքը միջոց է, որ մեզ այս մեր գտնված իրականությունից տեղափոխում է մի ոլորտ, որտեղ մեր միտքը ավելի լուսավորվում է, որտեղ մենք ավելի ճանաչում ենք Աստծուն եւ վերաբերում ենք Աստծո փառքը։ Աստված իր հոգին դրել է մեր մեջ, որ Հռոմեացիների 8-րդ գլխի մեջ 26-րդ խոսքը ասում է, Սուրբ Հոգին ինքը բարեխոսում է մեր մեջից անբարբար առաջանքներով, Աստված իր հոգին դրել է մեր մեջ, որպեսզի մեր աղոթքների մեջ ինքը օգնի մեզ Աստծուն մոտենալու հարցում, ինքը օգնի մեզ նրա երեսը փնտրելու հարցում, որպես մենք կարողանանք տեղափոխվել այն հոգևոր իրականության մեջ, որի ժամանակ դու հոգևոր բաներ կսերմանես, որի ժամանակ դու հոգևոր բաներ կստանաս, որի ժամանակ այլևս չի լինեն բանը, որ դու ուզում ես Աստծո փառքը առանց Աստծո ներկայության, դու ուզում ես օրհնություն առանց օրհնության հեղինակի, ուղղակի մեգություն կլինի քո եւ Աստծո հոգու միջեւ, մեգություն կլինի քո եւ Աստծո հոգու միջեւ, որ իրականում շատ զորավոր ու շատ կարևոր է։ Գիտեք, իրականության մեջ ամեն կիրակի օր, երբ որ դու գալիս ես եկեղեցի, Աստված ինչ է անում ամեն մեկիդ հետ։ Ամեն մեկին ինքը մարդահրավեր է ուղարկում, որն է հարցականքը։ Ամեն անգամ ինքը այդ մարդահրավերը հին ժամանակներում ասպետները անում էին ձեռնոց նետելով իրար համար, ու եթե մեկը կպատասխաներ այդ ձեռնոցը վերցնելու, ուրեմն ինքը ընդունում էր այդ մարդահրավերը, այդ կռվի կամ այդ իրավիճակի մեջ մտնելու համար, Աստված ամեն անգամ մեզ մարդահրավեր է ուղղում։ Արդյոք դու մեկն ես, ով կվերցնի այդ ձեռնոցը ու կասի այո Հիսուս, ես համաձայն եմ։ Ես համաձայն եմ կանգնելու այդ դիրքի մեջ, որ դու փափագիկ ես, ես համաձայն եմ կանգնելու այդ աղոթքի կյանքի մեջ, ես համաձայն եմ մոտենալու քեզ, ես համաձայն եմ աղոթքի միջոցով տեղափոխվել այն հոգևոր իրականության մեջ, որի մեջ ավելին է քո փառքը, որի մեջ ես ավելի կճանաչեմ քեզ, որի մեջ ես ավելի կհասկանամ հոգևոր բաները։ Գիտեք, ուզում եմ քեզ մի բան ասեմ, ինչու համար է կարևոր հոգևոր բաները հասկանալ, առանց հոգևոր բաները հասկանալու քո կյանքի մեջ երբեք չի կա հաղթությունն ու օրհնությունը։
Առանց հոգևոր բաները հասկանալու մենք չենք կարող ունենալ ավելին, քան ունենք հիմա։ Այն ինչը որ ունենք հոգևոր հասկացողության պատճառով է, բայց իրականում կա շատ ու շատ ավելի։ Իսկ ինչու համար չունենամ այդ ավելին։ Ինչու համար չմոտենամ այդ ավելին վերցնելու համար։ Գիտեք, մի համար, որը շատ հզոր է, շատ հիանալի է, որի մասին ես վերջերս նորից խոսել եմ, Եսայի մարգարոության 40-րդ գլխի մեջ է կարծեմ փորձեմ հիշել այդ համարը, Աստծո խոսքը ասում է. «Եվ դուք ջուր կհանեք փրկության ջրորներից»։ Գիտեք, այս համարը, որ լուսավորվավ իմ միտքս հասկանալու, փրկության ջրորը ով է։ Փրկիչը Հիսուսն է։ Փրկության ջրորը են աղբյուրներն են, կյանքի ջրերն են, որոնք Աստված ինքը խոստանում է իր հոգով դնել մեր մեջ, Սուրբ Հոգին ինքն է, բայց խոսքը ասում է եւ դուք ջուր կհանեք, ջուր կքաշեք փրկության ջրորներից։ Ինչպես ենք մենք քաշելու այդ ջուրը։ Ինչպես ենք մենք քաշելու այդ ջուրը, եթե որ Սուրբ Հոգու հետ մեգանալով եւ հաղորդակցվելով։ Ինչպես ենք մենք քաշելու այդ ջուրը եւ տալու մեր շրջապատին, եթե որ ավելի այն պարգևը, որը Տերը դրել է մեր կյանքի մեջ, այդ պարգևը ավելի կործածելով եւ նրան մոտենալով։ Գիտեք, իրականության մեջ մենք որքան կործածում ենք այդ պարգևը, այնքան Տիրոջ Հոգին շարժվում է մեր կյանքի մեջ։ Այդ դաշտին մի անգամ մի աղոթքի ժամանակ, երբ որ մտածում էի, աղոթում էի, Տեր Աստված իրականում ուզում եմ ավելի շարժվես իմ կյանքի մեջ, ինչպես շարժվել ես քո կառակելոցի մեջ, քո ծառաների կյանքի մեջ, պատմության մեջ եղած շատ Աստծո ծառաների կյանքի մեջ, գիտեք Սուրբ Հոգին մի բան ասաց ինձ, որն էր պատճառը, որ ինքը շարժվում էր։ Նրանք գիտեին աղոթքի զորության մասին։ Նրանք գիտեին ինչ է աղոթքի զորությունը։ Նրանք վերաբրում էին այդ աղոթքի զորությունը։ Նրանք ամեն անգամ փորձառաբար այդ աղոթքի զորությունը թարմանում էր իրաց կյանքի մեջ ու իրանք ավելի մոտենում էին Տիրոջը։ Ու Աստված, որ իր Հոգին դրել է մեր ամեն մեկի կյանքի մեջ, Աստծո գերագույն նպատակը հետևյալն է, որովհետեւ այդ Հոգու հետ մեգանալով մենք շարժվենք դեպի իրական աղոթքի կյանք։ Մենք շարժվենք այն իրական աղոթքի կյանք, որի միջոցով կգա վերածնունդը մեր կյանքերի մեջ։ Ու որի մեջ մենք ավելի կհասկանանք աստվածային բաները։ Գիտեք, աստվածային բաները շատ խորը բաներ են, ու մենք կարող ենք միայն այդ ամենը հասկանալ այն ժամանակ, երբ որ մենք կարողանանք մեկ դառնալ իր հետ։ Հովաննես ավետարան 15-րդ գլխի 4-րդ խոսքը ասում է. «Դուք իմ մեջ կեցեք ու ես ձեր մեջ»։ Գիտեք, սա նույնպես հրավեր է։ Հիսուս ասում է. «Դուք իմ մեջ կեցեք ու ես ձեր մեջ»։ Աղոթքն է ճանապարհը, որ մենք կարող ենք իր մեջ մնալ։ Աղոթքն է ճանապարհը, որ մենք կարող ենք մեգանալ իր հետ։ Աղոթքն է միջոցն ու ճանապարհը, որ մենք կարող ենք խփվել Աստծո գահին։ Ու այդ պատճառով շատ կարևոր է, որովհետեւ այն ժամանակը, որը դու տրամադրում ես աղոթքի կամ այն երկրպագությունը, որի մեջ դու կաս, այն աղոթքը, որը դու անում ես, այդ աղոթքի ամեն մի վայրկյանը, այդ երկրպագության ամեն մի վայրկյանը ուղղակի սպունգի պես քաշես Աստծո փառքը քո մեջ։ Մոտենաս իրեն։ Գիտեք, կա ժամանակ մենք շատ անգամ մտածում ենք շատ տարիներ առաջ փառաբանության մեջ, երկրպագության մեջ, Աստծո ներկայությունը կար թե չէ, Աստծո փառքը եկավ թե չէ, լավ երկրպագություն էր թե չէ, այս քարոզիչը լավ քարոզեց թե չէ, աղոթքի մեջ ինչ տեղի ունեցավ, լավ էր թե չէ, այս մարդը զորավոր է թե չէ։ Ես ինքս նույնպես հոգևոր մանկության մեջ ունեցել եմ նման մոտեցումներ։ Բայց հետո հասկացա մի բան. ինչ կապ ունի քարոզիչն ու երկրպագումը իմ աղոթքի հետ։ Ինքը զորավոր է թե զորավոր չէ, աղոթքը հնարավորություն է զորության աղբյուրին մոտենալու։ Երկրպագությունը միջոց է նրա գահի առաջ կանգնելու։ Իմ համար ինչ կապ ունի այս երկրպագությունը զորավոր էր, երկինքը ճեղքես թե չէ, իմ համար կարևոր մի բան կա, որ ես կանգնած եմ ամենակալ Աստծո գահի առաջ։ Ու ես պետք է վերցնեմ այդ գահից ավելի ու ավելի։ Կարևոր չէ ինչ է տեղի ունենում փառաբանության խմբի մեջ, որևէ ծառայողի կյանքի մեջ, ես վերցնելու եմ ավելի։ Որովհետև ես աղոթում եմ նրան, իմ աղոթքը արդյունավետ է լինելու։ Ու շատ անգամ, երբ որ շատ մարդիկ տարբեր գնահատականներ են տալիս, այս մեկը լավ քարոզեց, այնինը լավ չքարոզեց, իրենք պատճառը զգացմունքային է։ Այսինքն ես նստած եմ, ինձ լավ ջուր տվեցին թե վատ։ Դու ինքդ վերցրու այդ ջրի աղբյուրը։ Դու ինքդ մոտեցի խմելու համար։ Գիտեք, սա մարդկային ծուր էությունն է, որ նստեմ, որ ճիշտ չանեմ ու լավագույնը ունենամ։
լավագույն հոգևոր կերակուրը ունենամ, լավագույն հոգևոր պարգևները գործեն, լավագույն ձևով կարողանամ նրան ավելի ավելի մոտենալ իմ կյանքի մեջ, սա ծուլությունն ու անտարբերությունն է, որը մեր կյանքերի մեջ ինքը խնդիր է առաջացնում։ Եթե ուզում ես ավելի մոտեցիր նրան։ Եթե ուզում ես ավելի մոտեցին կյանքի աղբյուրին, որ իրականում քո կյանքի մեջ թարմություն և զորություն կբերի։ Ու այդ պատճառով ուզում եմ, որպես ամեն մեկը կանգնեք հետևյալ հասունության ու գիտակցության մեջ, թե քարոզիչը, թե փառաբանողը, թե մարդիկ ով ինչ է տալիս եւ ինչ է քարոզում, գիտեք իրականում շատ կարեւոր է։ Բայց երբ որ աղոթում ես, դու ես քո Աստված։ Դու Աստծո գահի առաջ ես կանգնած։ Ու Աստված իր հոգին դրել է քո մեջ, որպեսզի լեզուների աղոթք արձակելով դու իրական երկրպագություն ունենաս իրար, դու իրապես մոտենաս իրան, վայելես իր թանձրությունը, Աստծո փառքը քո կյանքի մեջ։ Ու շատ անգամ ես տեսել եմ կարևոր չէ մարդիկ ինչ վիճակի մեջ են, ես վայելել եմ Աստծո։ Կարևոր չէ դու մարդիկ ինչ գնահատական են տվել, ես վայելել եմ Աստծո։ Ինչու համար, որովհետև այդ Աստվածը իմ Աստվածն է։ Ու Աստված իր հոգին դրել է իմ մեջ, որը Հիսուսի իրական ներկայությունն է, ես ամեն անգամ ունեմ արտոնություն հպվելու իրան։ Ամեն անգամ ունեմ արտոնություն շարժվելու իր հոգու մեջ, ամեն անգամ ունեմ արտոնություն իր հոգու պարգևը իմ կյանքի մեջ գործածելով, ուղղակի արծակեմ ու ավելի լեցվեմ ու ավելի ընդունեմ ու ավելի մտնեմ իր փառքի մեջ։ Ու երբ որ ամեն կանգնում ենք այս աստվածային դիրքի մեջ, իրականում այդ ժամանակ է, որ մեր կյանքը փոխվում է։ Գիտեք շատ անգամ, բայց այս ամենի համար նորից ու նորից ուզում եմ ասել, մենք ունենք որոշումներ կայացնելու։ Եթե մենք կայացնենք ճիշտ որոշումներ, մեր կյանքը կգնա ճիշտ ընթացքով։ Որովհետև գիտեք իրականության մեջ այս երկրի վրա մենք ամեն մեկս ունենք այն, ինչը ընտրել ենք ու ինչի համար որոշում ենք կայացրել։ Դու չես կարող ասել ես ունեցա ծախողված ամուսնություն, դու ես ընտրել։ Կարող ես պատճառ բերես, հերնումերս տվեցին, ակամայից եղավ, իրականում դու ես ընտրել։ Մեկը կարող է ինքը պատճառ բերի իմ կյանքից մեջ աշխատանքային ոլորտում, ես չկարողացա շատ վաստակեի, այն ինչը ունես դու ես ընտրել մասնագիտությունը։ Ընտրել ես քո գործերով, քո արարքներով, քո մտքերով, քո ցանկությունով, բայց դու ես ընտրել։ Անկամ հոգևոր կյանքի մեջ այն ինչ ունես մենք ենք ընտրում։ Ուզում եմ ամեն մեկին քաջալերել աստվածային լիություն ու լեցունության մեջ շատ մեծ առատություն կա։ Շատ մեծ առատություն կա։ Ու գիտեք այդ առատության մեջ մենք ուղղակի գնալու ենք։ Այդ առատության մեջ մենք ուղղակի վերցնելու ու վայելելու ենք։ Ուզում եմ իմ պատմություն պատմեմ ձեզ, նախանցած չորեքշաբթի Երևանում ամսի 22-ին մենք պաշտամունքի մեջ էինք ու շատ մի հատ հզոր այցելություն ունեցանք։ Վերջում, երբ որ մենք սկսեցինք աղոթել, պատգամախոսը պատգամը վերջացրեց, իջավ, ես միքրոֆոնը վերցրեցի աղոթելու համար, սկսեցինք աղոթել, ու Սուրբ Հոգու հոսքը այնքան զորավոր հայտնվավ։ Այնքան զորավոր էր այդ ներկայությունը, մենք 2 ժամ շարունակ աղոթքի մեջ էինք։ Անկամ վերջում ես ամեն չեմ ասել, որովհետև չեմ ուզեց այդ ժողովուրդը գնալ։ Անկամ ասել եմ Տեր, ծառայողներին անգամ ասել եմ, եթե Տերը ուզենա, որ ամբողջ գիշեր մենք մնանք աղոթքի վրա աղոթենք։ Գիտեք, ամբողջ եկեղեցու 95%-ը ովքեր կային այդ ծառայության մեջ, 95%-ը մինչև իրանց կես մնացել են այդ աղոթքի մեջ։ Ինչի համար, որովհետև Աստծո թանձր ներկայությունն եկել էր։ Ու երբ որ ամեն անգամ այդ ներկայությունը գալիս է, մենք ունենք կարիք ճիշտ արձագանքելու։ Գիտես, ուզում եմ քեզ պատասխանեմ քո մեջ եղած հետևյալ հարցին, դու մտածում ես, իսկ ինչու համար այստեղ այդ բանը տեղի չի ունենում, ինչ գիտես, գուցե տեղի ունենա, բայց մեկ ուրիշ կողմից էլ ուզում եմ ասել, որքանով ես դու փափագում ու փնտրում իրան։ Որքանով ես դու փափագում ու փնտրում իրան։ Գիտեք, մի բան, որ ավելի շատ եկեղեցում տարածել կարգուկանոնի մեջ հետևյալն է, ամեն ծառայող ամեն օր ունենալու է 1 ժամ աղոթք։ Ամեն եկեղեցու անդամ ամեն օր ունենալու է 1 ժամ աղոթք։ Ամեն օր փնտրելու է Աստծո երեսը։ Գիտես, ինքը իրավունք ունի չաղոթելու, ինձ խաբելու, ասելու, որ աղոթել եմ, կամ իրավունք ունի չաղոթելու, ես շատ անգամ չեմ էլ հարցնում, իր գործն է, բայց մենք Աստծո առաջ ենք։ Մենք Աստծո առաջ ենք։ Ու ինչու համար եմ քեզ մղում աղոթքի կյանքի մեջ, որովհետեւ ավելի ճանաչես, թե ով է Սուրբ Հոգին,
Այս Սուրբ Հոգին, որի համար Հիսուսը ասում է, ես կգնամ, այս կուղարկեմ իրար։ Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ 13-րդ համարի մեջ մենք կարդում ենք, սակայն երբ նա ճշմարտության հոգին կա, ձեզ կառաջնորդի տեղի ամբողջ ճշմարտությունը։ Ով է ուզում, որ Սուրբ Հոգին իրան առաջնորդի։ Ինչքանից եք համոզվել, որ դուք ելել եք այն ինչը մտածել եք, որ ճիշտ է, արել եք ու Սուրբ Հոգու առաջնորդություն չի եղել։ Հազարավոր անգամներ։ Դուք ավելի սուրբ եք ուզես, հազարավոր անգամներ։ Իսկ ինչու համար չի առաջնորդել Սուրբ Հոգին։ Որովհետև ինքը եկել է ու շատ անգամ մեր կյանքի մեջ ուղղակի նիանգյունում է։ Ու գիտեք, ամենամեծ խնդիրը, որը կա, ու ես տեսնում եմ շատ հոգեգալստական եկեղեցիների մեջ, ու ինչու՞ չէ շատ քրիստոնյաների կյանքի մեջ իրանք ուղղակի մտածում են։ Ունեմ լեզուների պարգևը, փառք Աստծո, դա նշան է, ես վերջին ծնված եմ, փրկված եմ։ Բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Լեզուների պարգևը միջոց է, որ դու ճանաչես այդ լեզուների հեղինակին։ Ոչ թե ինքը վերջն է, ինքը սկիզբն է։ Ինքը նախնական մի հատ քայլ է, որը միջոց է, որպես այդ բարեխոսական աղաղակը քո մեջից բարձրանա տեղի երկինք, որը քո կյանքի մեջ իրավիճակը կփոխի։ Ու դու կհասնես այդ մագարտակին, որի մեջ ու որի ժամանակ դու կճանաչես Սուրբ Հոգուն եւ ինքը քո համար կդառնա առաջնորդ։ Գիտեք, հիմնականում երկրային առաջնորդները տեսանելի են։ Կամ մենք իրանց տեսնելու ենք, կամ լսելու ենք, կամ զգալու ենք ինչ-որ բան իրանց հետևելու համար։ Նույնը Սուրբ Հոգին է։ Քո իրական հարաբերության մեջ Տիրոջը մենք հասնելու ենք այն կետին, որ ինքը իրական լինի ու մենք քայլենք իր հետևից։ Մենք շարժվենք իր հետևից։ Ու գիտեք, շատ անգամ ես մի բան եմ տեսնում, անգամ կա իրավիճակներ, որի մեջ ես զգում եմ, Սուրբ Հոգին առաջնորդում է բաների, որը շատ անգամ շատ մարդկանց համար տարօրինակ է։ Այս մեծ պտուղ է տալիս այդ ամենը։ Մարդիկ գնում են դրա հետևից, ինչու համար, որովհետև Սուրբ Հոգու առաջնորդությունը կարևոր է, ու Հիսուսը ինքը խոստանում է, երբ որ Սուրբ Հոգին կա, կառաջնորդի ձեզ։ Ուզում եք ունենալ նրա ձեր կյանքի մեջ որպես առաջնորդ, հաղորդակցվեք իր հետ։ Ուզում եմ մի բաներ ասեմ ու մենք սկսենք աղոթել։ Գիտեք, շատ անգամ լեզուների պարգևը, որ Աստված դրել է մեր մեջ, մենք արդյունավետ չենք գործածում։ Ու շատ անգամ մենք մտածում ենք այդ լեզուներով խոսելը տամենը մի քանի բառ է, որ մենք ասելու ենք ու վերջ։ Բայց երբ որ մենք կարողանանք լեզուների աղոթքը, լեզուների խոսքը հղեցնել մեր կյանքերի մեջ, մեր կյանքերի միջոցով, մեր շուրթերով, մենք ավելի կմոտենանք նրան։ Ուզում եմ մի հիմնային բան ասեմ ամենին, թե ինչ է տեղի ունենում, երբ որ մենք լեզուներով ենք խոսում։ Սա մի հիմնային ու կարևոր բան է, որի բացահայտումը, երբ որ ես հոգու մեջ տեսա, ասացի Տեր, շնորհակալ եմ այս բացահայտման համար, որովհետև փոխանցելու եմ ամեն մեկին։ Երբ որ մենք լեզուներով ենք աղոթում է մեր հոգին, մարդկային հոգին, Սուրբ Հոգու ազդեցության ներքո։ Պողոս առաքյալը ասում է, երբ որ լեզուներ ենք խոսում, մեր հոգին է խոսում։ Գործք առաքելոցի մեջ տեսնում ենք Սուրբ Հոգին եկավ ու աշակերտները սկսեցին լեզուներ խոսել։ Այսինքն Սուրբ Հոգու ազդեցության ներքո մեր հոգին խոսում է լեզուներով։ Այսինքն այն ամբողջական մեգությունն է, որը տեղի է ունենում առանց Սուրբ Հոգու ազդեցության եւ առանց մեր հոգու հնարավոր չէ լեզուներ խոսել։ Բայց գիտեք, ուզում եմ մի կարևոր բան ասեմ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Դու իշքան շատ ես խոսում լեզուներով։ Դու որքան շատ ես խոսում լեզուներով, այնքան շատ Սուրբ Հոգու ազդեցությունը կրում ես քո հոգու վրա։ Այնքան շատ Սուրբ Հոգու ազդեցությունը վերցնում ես քո հոգու վրա։ Եվ իրական հաղորդակցությունը մեր եւ Սուրբ Հոգու հետ հենց այս ժամանակ է, որ ստեղծվում է, առաջանում է, ավելի իրական է դառնում։ Որովհետև ամեն անգամ, երբ որ Սուրբ Հոգին ազդում է քո վրա, դու այդ ազդեցությունը կրում ես, դու վերցնում ես, դու նորից վերցնում ես, դու նորից վերցնում ես, ու կարող եմ անգամ հետաքրքիր մի արգագություն ասեն, երբ որ մենք Մոսկվայում ենք ու ծառայում ենք եկեղեցում, մենք ամեն առավոտ, քանի որ ճամբարում էինք կոնֆերանսների մեջ, մենք ամեն առավոտ աղոթք ունենք։
Ու այդ աղոթքի բաժինը ես խնդրել էի Հովհ Աշտուրին, որպես այդ աղոթքի բաժինը երջանեմ, ուղղակի ինքը առաջնորդի կամ մարդիկ լեզներով աղոթել։ Ես սկսեցի լեզներով աղոթել։ Մոտավորապես 30 րոպե, 40 րոպե։ Մտա այդ հոգևոր դաշտի մեջ, լեզուներով աղոթում ու երկրպագում էի, աղոթում ու երկրպագում էի։ Հետո մի բան տեղի ունեցավ։ Սկսեցի մեջ հայերեն մաշկարիական պատկաններ կար։ Լեզուները աղոթում ու թարգմանում էի, աղոթում ու թարգմանում էի։ Ես սկսեցի աղոթել ու թարգմանել, Արտուրը վերցրեց միկրոֆոնը, սկսեց թարգմանել ռուսերեն, այն ինչը ես եմ ասում։ Հետո մենք սկսեցինք գնալ ավելի հոգևոր ոլորտ։ Գիտեք, սկսեց մաշկարիական ծառայություն, մաշկարայություններ, հրճակումներ եկեղեցու համար, մաշկարիական պատկաններ մարդկանց համար։ 4-5 հոգի, ովքեր լցված չէին Սուրբ Հոգով, լցված Սուրբ Հոգով, սկսեցին լեզուներով աղոթել։ Այնքան մաշկարիական գնաց այդ ամենը, ես հասկացա մի բան, դու որքան թույլ ես տալիս, որպես Սուրբ Հոգու ազդեցությունը լինի քո հոգու վրա, որքան այդ աղբյուրը, այդ կյանքի ջուրը բխի քո կյանքի մեջ, այնքան դու իրանից ավելի կվերցնես, ու դա հենց այն է, որ Աստծո խոսքը ասում է, եւ փրկության ջրորներից դուք ջուր կքաշեք։ Ոչ թե ջրորները իրանք ջուր կբերեն ձեր համար, այլ այդ փրկության ջրորներից դուք ջուր կքաշեք։ Որովհետև երբ որ մենք աղոթում ենք լեզուներով, երբ որ մենք խոսում ենք լեզուներով, մենք Սուրբ Հոգուց քաշում ենք այդ ազդեցությունը։ Մենք Սուրբ Հոգու կողմից մեր հոգու վրա կրում ենք այդ ազդեցությունը։ Ու սա այն օրհնության բանալին, որի մեջ մենք ամեն մեկը սարժելու առաջ գնալու կարիք ունենք։ Ու եթե ուզում եք ձեր կյանքը փոխվի, եթե ուզում եք ձեր կյանքը փոխվի, մի քանի կարևոր բաներ կան։ Փափագ ունեցի դրա համար։ Գուցե ասես ինչպես ունենամ, ես չեմ փափագում։ Ինքդ քեզ մոտիվացրա կաշտալով Աստծո խոսքը, աղոթելով լեզուներով, փնտրելով անգամ կար ժամանակ, ես ասում եմ Տեր, ես խնդրում եմ, որպեսզի իմ փափագս մեծանա։ Ամեն անգամ ես ինքս փորձել եմ նայելով իմ կյանքի մեջ, արդյոք ես հիմա էլ փափագում եմ նրան։ Ու գիտեք, եթե ինձ հարցնեն, ես վստահ ասեմ հետևյալը, ես ապրում եմ հոգևոր կյանքի ընթացքի ամենալավ ժամանակի մեջ։ Որովհետև Աստծո մոտ նահանջ չկա։ Իսկ ուր ես դու։ Ուր ես դու։ Աստծո մոտ միշտ առաջընթաց կա։ Ու սա գիտեք, որոշում է, որ ես կայացրել եմ Աստծո առաջ։ Իհարկե կարողություն ու շնորհը իրանից է, բայց որոշում է, որ կայացրել եմ ամեն ժամանակ փափագել իրեն, ամեն ժամանակ փնտրել իր երեսը, ու դրա համար քայլեր եմ անում, դրա համար կարդում եմ Աստծո խոսքը, աղոթում եմ լեզուներով, կանգնում եմ իր առաջ, ինքս իմ համար սկզբունք եմ վերցրել, որ աղոթելու եմ 1 ժամ նրան փառաբանելով ու լեզուներով աղոթելով։ Ու գիտեք, կա ժամանակ, իմ աղոթքս կարծես թե վերջանում է, ուղղակի համար 1 ժամից 10 րոպե շուտ։ Ես չեմ կանգնեցնում իմ աղոթքը։ Ես շարունակում եմ աղոթել դուրս։ Այդ ժամը լրանալու է։ Ես ինքս ինձ սովորեցրել եմ ապրել այդ 1 ժամ աղոթքի մեջ։ Ու եթե հիմա հարցնեք, որ ականիշքան ես աղոթում, չգիտեմ, հաստատ մի ժամ չէ։ Ավելին է։ Գիտեք ինչու համար։ Որովհետև այդ փրկության ջրորներից ուզում եմ ավելի շատ ջուր հանել։ Ավելի շատ իմ կյանքը ողողվի այդ փրկության ջրորների մեջ։ Ավելի շատ մոտենամ են կենդանի աղբյուրին, որից գալիս է կյանքը։ Որովհետև հնարավոր չէ խնդրել Աստծուց կյանք, բայց չմոտենալ կյանքի հոգուն։ Հնարավոր չէ խնդրել Աստծուց օրհնություն, բայց չմոտենալ օրհնության հեղինակին, փափագել հաղթության, բայց չմոտենալ իրական հաղթողին, ու այս ամենը տեղի է ունենում Սուրբ Հոգու հետ ունեցած իրական հաղորդակցության միջոցով։ Որի ժամանակ ուղղակի մենք մոտենում ենք իրեն։ Որի ժամանակ ուղղակի մենք մոտենում ենք իրեն։ Ու ամեն անգամ խնդրում եմ այս հարություն ամեն անգամ հիշի։ Եթե ուզում ես Սուրբ Հոգու ներգործությունը քո կյանքի մեջ, առաջի հերթին դա տեղի ունենում լեզուների աղոթքի միջոցով։ Առաջի հերթին տեղի ունենում լեզուների աղոթքի միջոցով։ Աստված սահմանափակված չէ, Աստված ամեն ձևի կարող է գործել, ես սրա մասին չեմ խոսում, բայց ես ուզում եմ քեզ ասեմ հետևյալը, եթե դու ամեն ժամանակ որոշում ես կրել Աստծո ներգործությունը, սկսիր աղոթել լեզուներով ու փառաբանել Աստծուն։ Գիտեք, մենք ուրիշ բաներ ասեմ ու աղոթենք։ Շատերը ասում են, երբ որ աղոթում են լեզուներով, միտքս ծրվում է։ Պողոս առաքյալը դրա բանալին տալիս է։ Ասում է աղոթք արեք հոգով, աղոթք արեք մտքով։
Աղոտ կալեք հոգով, աղոտ կալեք մտքով է։ Մեր լեզուների աղոտքին շաղախեք ձեր երկրպագությունն ու փառաբանությունը մեր իսկ մայրենի լեզվով։ Ուղղակի շաղախեք։ Մի քանի նախադասություն լեզուներով աղոտեք, հետո մեկ-երկու նախադասություն հայերեն աղոտեք, հետո նորից լեզուներով, հետո փառաբանեք հայերեն, հետո նորից լեզուներով, հետո երկրպագեք դրան հայերեն, նորից լեզուներով, հետո ձեր աղոտ ու խնդրվածքը հայերեն, նորից լեզուներով, այսինքն շաղախեք ձեր աղոտքը հոգու աղոտքի հետ։ Ու ավելի կրեք Սուրբ Հոգու ազդեցությունը։ Գիտեք, վստահ եմ մի բանի մեջ կհասնեք միտեղ, որտեղ շատ անգամ լինում է կյանքի մեջ, ես եմ ինչ աղոտում եմ լեզուներով հայերեն թարգմանում եմ շատ անգամ։ Ինչու համար։ Որովհետև Սուրբ Հոգին ուզում է հասանելի դարձնի ինձ այն պատկանը, որը ինքը փոխանցում է Աստծուն իմ համար կամ եկեղեցու համար։ Բայց այս ամենը ճանապարհ է, որով մենք հասնելու ենք։ Աստծո մարդկանցից մեկը, ով նորից եղել է մեծ աղբության ընթացքի մեջ, հրաշքների ու բժշկության ծառայության մեջ, ինքը խոսում է քին վճարելու մասին։ Մի կարևոր բան է ասում է քին վճարելը մեկ անգամյա փորձառություն չէ։ Դա շարունակաբար գործողություն է, որը մենք շարունակաբար անելու ենք քին վճարելով Տիրոջ առաջ։ Ինչու համար այդ մարդիկ պատմություն են կերտել։ Որովհետև իրանք գիտեցել են շարունակաբար քին վճարել։ Սիրելի եկեղեցի այս տեսիլք ես վստահ եմ նորից ակնարկել եմ, խոսել եմ այս մասին, եթե ուզում եք ձեր կյանքը փոխվի, ամեն օր ունեցեք որոշում 1 ժամ աղոթքի։ Իհարկե, եթե ինձ հարցնեք դրա սուրբ գրային հիմքը, ես քեզ կպատասխանեմ հետևյալը։ Հիսուսը Գեթսեմանի պարտեզում իր 3 առաքյալների վերցրեց ու առանձնացավ աղոթքի։ Ասում էինք աղոթեց ու ասեց հայր, եթե կարող ես այս բաժակը ինձանից վերցրան, ամենը 10 արքանանոց բաժակ եկած։ Բայց ասում է հետ եկավ աշակերտներին ու ասաց 1 ժամ էլ չկարողացա իմ հետ աղոթքի մեջ մնալ։ Դա խոսում է այն մասին, որ Հիսուսը միայն այդ չէր ասել, ինչը գրված է։ Ինքը շատ խոր աղոթքեր ունեցել, շատ խոր հաղորդակցություններ ունեցել, շատ խոր հարաբերություններ ունեցել Կենդանի Աստծո հետ։ Ու այդ պատճառով ինքը ասում է 1 ժամ էլ չկարողացաք աղոթքի մեջ մնալ։ Այսինքն ինքը խոսում է ճշգրիտ մի ժամի մասին, որ առաքյալները իր այդ մնալու են, որովհետև ինքը աղոթել է 1 ժամ։ Հետո ասում է նորից գնաց, նորից եկավ գնաց գտավ, հետո էլ ոչինչ չասեց, նորից ինքը գնաց աղոթեց, ես վստահ եմ այդ սկզբունքից դուրս գալով ինքը 3 անգամ 1 ժամ աղոթեց այդ օրը։ Դա է պատճառը, որ քաջալերում եմ, գոնե 1 ժամ աղոթք ունեցեք ամեն օր։ Ու դա սկիզբ կտնի ձեր ամեն մեկի կյանքի մեջ մի վերածննդի, որը կփոխի ձեր ողջ կյանքը։ Ոչ միայն ձեր կյանքը, այլ ձեր շրջապատի իրավիճակը կփոխվի, ուրիշների կյանքերը կփոխվի ու կգա այն իրական վերածնունդը, որի կարիք է այսօր Քրիստոսի եկեղեցին ունի։ Ուզում եմ ողջի կանգնենք աղոթքի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ կյանքի և զորության համար։ Քանիստ եք պատրաստ ավելի մոտենալու, քանիստ եք պատրաստ ավելի աղոթքի միջոցով շարժվելու իր ներկայության մեջ։ Քանիստ եք ուզում, որպես իրավարկ ավելի տարածվի ձեր կյանքի մեջ։ Քանիստ եք ուզում, որպես իրական վերածնունդ ունենաք ձեր մեջ։ Այսօր ձեր աղոթքն ու աղաղակը, ձեր փափագը և նվիրումը սուրեք ձեր ունեցած ցանկությանը։ Այո, մենք ուզում ենք, այո, դու ուզում ես Սուրբ Հոգով լցվել, դու ուզում ես վերածնունդ քո կյանքի մեջ, դու ուզում ես ավելի Աստծո հզոր ներկայությունը քո կյանքի մեջ, այդ ամենը շատ կարևոր ու Տիրոջ Հոգու ներգործությունն է, որ մենք որպես իր զավակներ այդ ամենը ցանկանում ենք։ Բայց այսօր նաև մի բան ենք անելու։ Մեր աղոթքն ու աղաղակը, մեր նվիրումն ու փափագը մենք միաձուլելու ենք մեր ցանկությանը։ Կյանքի և զորության Հոգի, ես շնորհակալ եմ քեզ։ Ես շնորհակալ եմ քեզ Սուրբ Հոգի։ Լցրու այս վայրը քո փառահեղ ներկայությամբ։
Այո, Տեր, թող լինի, թող թագավորության զորությունը այսօր հայտնվի քո եկեղեցու մեջ, թող թագավորության զորությունը այսօր հարվածելով փշրի ամեն արգելքը եւ ամեն անաստվածային քո զավակների կյանքի մեջ։ Այո, Սուրբ Օգնություն, ես այսօր քեզանից խնդրում եմ ավելին, քան երբևէ։ Այսօր ես քեզ կանչում եմ ավելին, քան երբևէ։ Ամեն կարծրատիպերը թող այսօր կոտրվեն քո առաջ։